Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել եւ բարիք գործել։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այս կիրակի մենք մուտք ենք գործում մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի հերթական օղակը, որ մեր եկեղեցու սրբազան հայրերը անվանել են տնտեսի կիրակի։ Ցանկացած առակ ինքը իր մեջ պարունակում է խորհրդաբանություն, որևէ առակ, որ պատմվել է Քրիստոսի կողմից, ունի կոնկրետ նպատակ, որից արդեն երկրորդ եւ երրորդ մենք կարող ենք դուրս բերել մեզ համար այսօրվա մեր հոգեվոր կյանքի համար հոգեշահ խոսքեր, մեզ համար հաճելի եւ անհրաժեշտ խրատներ։ Հիմա կապված անիրավ տնտեսի կիրակի հետ, մենք այս առակը, երբ որ կարդում ենք, առաջին հայացքից մեզ համար բավական բարդ է թվում այս առակը հասկանալը։ Եվ սա զարմանալի էլ չէ, որովհետև մեզանից մոտ է, որ 1.500 առաջ Հուլիանոս Ուրացող անունով մի կայսր, որ քրիստոնեության մեծագույն թշնամիներից մեկն էր, ժամանակին քրիստոնյա էր, հետո դարձավ հեթանոս եւ ամեն կերպ փորձում էր ջատագովել, պահպանել եւ տարածել հեթանոսությունը, ինքը երբ որ խոսում էր քրիստոնեության դեմ, առաջինը անիրավ տնտեսի մասին պատմող այս առակն էր վկայակոչում եւ ասում էր, տեսեք, ինչ են այս քրիստոնյաները, ինչ է սրանց Աստվածը, իրենք տեսեք, որ պաշտպանում են անիրավ մարդկանց, խաբեբաների, գողերի եւ ավազակների գովքն են անում իրենց ավետարանում։ Երբ որ Քրիստոս պատմում է տնտեսի մասին, անիրավ տնտեսի մասին, Քրիստոս փորձում է ցույց տալ, որ տեսեք, եթե այս մարդը իր հետագա կյանքը փրկելու համար այսպիսի եռանդ դրեց, այսպիսի ջանք խորամանկաբար գործեց, սա գովերքելի է, գովերքվում է ոչ թե իր սխալ անելը, այլ գովերքվում է իր գործելակերպը։ Եվ վերջում բանալին առակի 8-րդ համարում է, որտեղ որ ասվում է, որովհետև այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Առակի մեկնության մի քանի տարբերակ կա։ Ոմանք կարծում են, որ երբ որ տնտեսը կրճատում էր պարտք եղողների ցուցակը, օրինակի համար երբ 100 տակառիկ ձեթը ինքը սարքեց 50 տակառիկ, ասում են, որ այստեղ ինքը իրեն հասանելիք, իրեն բաժին հասանելիք մասը ուղղակի նվեր տվեց այդ պարտք եղողներին։ Այսինքն մտածել կարելի է, որ տնտեսը իրականում իր մեծահարուստին, իր իշխանին ոչ մի վնաս չտվեց։ Եվ այդպիսի սովորություն կար ընդհանրապես, որևէ մեծահարուստ երբ հողը հանձնում էր իր տնտեսին, տնտեսը պետք է ղեկավարեր, տնտեսը ինքը իր շահույթը եւս գրանցում էր մատյանում։ Այսինքն հնարավոր է, որ իսկապես տնտեսը իրեն հասանելիք բաժինը հետ տվեց այդ մարդկանց, հույս ունենալով, որ հետագայում դա անպայման հաշվի կառնվեր նրանց կողմից եւ երբ որ ինքը այլևս աշխատանք չունենար, իրեն կընդունեին իրենց տներում։ Առակում նշված տնտեսի դերում կարող ենք հայտնվել բոլորս, որովհետեւ մի օր մեր իշխանը, մեր մեծահարուստը, որ առակում նկարագրված այդ մեծահարուստը անշուշտ խորհրդանշում է Աստծուն հենց։ Մի օր մեզ էլ կանչելու է եւ մեր տնտեսության հաշիվը մեզանից պահանջելու է։ Այսինքն մենք բոլորս իրականում մեզ տրված տնտեսության տնտեսներն ենք։ Ինչպես որ առակում տնտեսը իշխանը չէր, տնտեսին չէր պատկանում այդ հողատարածքը, հողատարածքը մեծահարուստինն էր, այդպես էլ մեր կյանքը մերը չէ, Աստծունն է, Աստվածը մեզ բարգեւել այս կյանքը եւ մենք տնտեսներ ենք եւ պետք է ամեն կերպ ճիշտ կառավարենք մեր տնտեսությունը, որ հանձնված է մեզ Աստծու կողմից, որովհետեւ ինչպես առաքում, այնպես էլ մեր կյանքում մի օր գալու է, որ մեզ Աստված կանչելու է եւ ասելու է. արդեն ժամանակն է եւ քո տնտեսության հաշիվը դու պիտի տաս։ Եվ ահա այդ ժամանակ այս առակի օգտակարությունը կլինի այն, որ սրանից մենք դաս քաղենք եւ փորձենք, քանի դեռ հաշվետվության ժամանակը չի եկել, փորձենք մինչեւ հաշվետվության ժամանակը որոշ բարի գործեր անել։ Մամոնայից, գումարից կարողանանք մեզ բարեկամներ ստեղծել, որովհետև որքան մարդիկ կան, որ մեծահարուստների շնորհիվ կարողանում են իրենց ուսումը շարունակել բարձրագույն համալսարաններում, որքան մարդիկ կան, որ կարողանում են բարդագույն վիրահատություններ արտասահմանում անել ուղղակի որոշ բարի մարդկանց մեծահոգության շնորհիվ։ Երբևէ քրիստոնեությունը հարստության դեմ չի եղել։ Քրիստոնեությունը դեմ է հարստության այն տեսակին, երբ որ հարստությունը սկսում է իշխել մարդու վրա։ Քրիստոսի ասածը հետևյալն էր. այն ամենը, այն ջանքը, որ դնում են այս աշխարհի որդիները իրենց գործերը հաջողեցնելու համար, նույն կերպ քրիստոնյաները, նույն կերպ Աստծուն ընդունողները իրենց ջանքը պիտի դնեն հոգևոր կյանքում շահումներ ունենալու համար։ Եթե ընդունենք, որ այս աշխարհի որդիներ ասվածը այն մարդիկ են, ովքեր որ հեռու են քրիստոնեությունից, հեռու են կրոնից, ավելի մեղքերի մեջ են եւ աշխարհի կյանքի մեջ են մխրճված, ապա պիտի խոստովանենք, որ այս մարդիկ աշխարհիկ իրենց գործերը կարգավորելու համար ավելի մեծ ջանք ու ճիգ են ներդնում, քան լույսի որդիները, որ եկեղեցու հայրերի մեկնությամբ քրիստոնյաներն են եւ այն բոլոր մարդիկ, ովքեր ընդունում են Աստծուն։ Առակի բուն խորհուրդը
Քրիստոս տալիս է առակը պատմելու վերջում, երբ որ ասում է դրա համար դուք էլ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ որ անիրավ մամոնան պակասի, կամ եթե հունարեն բնագրով կարդալու լինեինք, կտեսնենք, որ երբ որ անիրավ մամոնան իր արժեքը կորցնի, այսինքն նկատի ունի Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ որ արդեն որևէ դրամ, գումար, նյութական որևէ բան արժեք չի ունենալու, ասում է, երբ որ արժեքը կորցնի, դրամը պակասի, ձեզ հավիտենական հարկերի մեջ ընդունեն։ Երբևէ անիրավ մամոնա ասելով պետք չէ հասկանալ միայն այն գումարը, որ գողացվել է, կամ այն գումարը, որ խարդախ ճանապարհներով է ձեռք բերվել։ Մամոնան անիրավ է համարվում ավետարանում նաև այն պատճառով, որ ինքը շատ անգամ մեղքերի պատճառ էր դառնում։ Այսինքն որևէ մեկը կարող է արդար քրտինքով հարստություն դիզել, հարստություն կուտակել, բայց հնարավորությունը շատ մեծ է գայթակղվելու եւ մեղքի մեջ ընկնելու այդ դրամի պատճառով, որովհետեւ մեծ հարստությունը մագնիսի պես դեպի իրեն է քաշում նաև մեծ գայթակղություններ եւ մեծ մեղքեր։ Այս կիրակի պիտի խնդրեմ, որ բոլորս միասին փորձենք հեռու մնալ ագահությունից։ Մի մեղք, որ հատուկ է եւ հարուստներին եւ աղքատներին, որովը մեկը հեռու չէ ագահության մեղքից։ Այսինքն ոմանց մոտ կարծիք կա, որ եթե մենք քիչ բան ունենք, քիչ ունեցվածք ունենք, նշանակում է մենք քիչ հնարավորություն ունենք ագահության մեջ ընկնելու, բայց այդպես չէ։ Մարդը իր ունեցած շատ քչի մեջ էլ կարող է ագահ լինել։ Եվ հակառակը կարող է իր ունեցած շատի մեջ երբևէ ագահ չլինել, որովհետև հենց այս առակի ավարտին էլ Քրիստոս խոսում է եւ ասում է, որ ձեզ տրված քչի մեջ եթե հավատարիմ լինեք, ձեզ շատն էլ կտրվի։ Եվ եթե այս փոքրի մեջ հավատարիմ չեք, ապա մեծը, որ ձեզ պիտի տրվի, ինչպես պիտի տանեք։ Պատմում են, որ Թովմաս Առաքյալը, երբ Երուսաղեմում չէր, քարոզում էր Հնդկաստանում, եւ այնտեղ Հնդկաստանի թագավորը որոշում է, որ պիտի մեծ մի պալատ կառուցի, եւ Թովմասն էլ մեծ հմտություն ուներ ճարտարապետության մեջ, կանչում են Թովմասին եւ թագավորը մեծ գումար է տալիս Թովմասին, ասում է՝ «Պիտի խնդրեմ, որ իմ դղյակը դու կառուցես»։ Թովմասը համաձայնվում է, վերցնում է գումարը եւ ամբողջությամբ այն բաժանում է աղքատներին։ Եվ այդպես բազում անգամներ շարունակում է կրկնել։ Թագավորից գումարը վերցնում էր եւ բաժանում էր աղքատներին։ Եվ երբ օրը գալիս է, որ թագավորն արդեն պիտի տեսնի դղյակի տեսքը, պիտի տեսնի, թե ինչ է ի վերջո կառուցել Թովմասը, գնում են եւ արքան հարցնում է՝ իսկ ուր է, դղյակ չկա, այստեղ միայն ամայի դաշտեր են եւ աղքատ մարդկանց տներ են։ Թովմասն ասում է՝ քո դղյակը երկնքում է։ Ես բոլոր գումարը, որ դու տվել ես ինձ, բաժանել եմ աղքատ մարդկանց։ Ասում են, որ արքան զայրանում է եւ Թովմասին բանտարկում է։ Սրանից հետո արքայի եղբայրը ծանր հիվանդանում է եւ մահամերձ վիճակում նրան երևում է Աստծո հրեշտակը ու իրեն տանում է երկնքի արքայությունում պտտվելու։ Եվ այնտեղ ցույց է տալիս իրեն ու ասում է՝ «Տես ինչքան մեծ դղյակներ կան այստեղ»։ Եվ այնտեղ մի գեղեցիկ դղյակ ցույց տալով հրեշտակն ասում է՝ «Սա էլ քո եղբոր դղյակն է, որը ինքը կառուցել է երկրում բարի գործեր անելով, կառուցել է երկնքում»։ Երբ առողջանում է արքայի եղբայրը, պատմում է այս ամենը եւ արքան զղջալով իր արարքի համար ազատ է արձակում Թովմաս Առաքյալին եւ նրան քրիստոնեություն քարոզելու ազատ իրավունք է տալիս։ Մեր հորդորը պիտի լինի, որ մեծ պահքի այս ընթացքում փորձենք ինքներս մեզ զրկել որոշ հաճույքներից, փորձենք ինքներս մեզ հեռու պահել որոշ նյութական աշխարհիկ ցանկություններից եւ դրա փոխարեն կարողանանք այն գումարը, որ պիտի ծախսենք մեր վրա, փորձենք հավաքել եւ բարի գործեր անել։ Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել եւ բարիք գործել։